Այն բարոյական վնասին, որը ես կրեցի, որովհետև դրանից հետո ոմանք փորձեցին պղտոր ջրում ձուկ որսալ եւ ով իմ հետ ինչ թշնամանք ուներ, ուղիղ ասեմ, հա, քաղաքական գործիչներից միջև այսպես կոչված լրագրող փորձեցին այդ գործընթացից օգտվել ու այնպիսի մարդիկ ովքեր օրինակ կարող են գնալ զոհված զինծառայողների ծնողների գործը ջրող ցուցմունք տալ, բայց հանկարծ այս ու այն կողմ խոսել եւ փորձել ձեռքերը տաքացնել այս միջադեպի վրա։ Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր միջև ականջները խրված են կեղտի մեջ, չփորձեն ինձ հետ կապված գործընթացներում, պարզապես չփորձեն ինձ հետ կապված որևէ գործընթացում, որևէ միջադեպի հետ կապված պղտոր ջրում ձուկ որսալ, կամ փորձեն այդպես իրենց հին վրեժը ինձանից փորձեն լուծել։ Եթե ասելիք ունեք, ուղիղ ինձ ասեք, հանրային արեք, իմ հետևից որևէ գործընթացներ մի իրականացրեք։ Ուղիղ ասեք, տեսնենք հանրությունը ինչ կասի, ես միշտ այդպես եմ գործում եւ ավելին ասեմ, կան այս գործընթացի մեջ նաեւ մանր-մունր ինչ-որ մարդիկ, որոնց ես չեմ անդրադառնում, ես սիրում եմ միշտ դիպուկ խոսել նրանց տերերի վերաբերյալ, որովհետեւ այդպիսի մարդիկ ըստ էության վախկոտ են եւ եթե հասկանան, որ իրենց գործողությունների համար իրենք կարող են այսպես ուղիղ գալ, կանգնել քո աչքերի առաջ, դրա ռիսկը չունեն, երբևէ այդ գործողությունը չեն անի, այնպես որ այդ թևերը, որ ձեզ տալիս են, այդ թևեր տվողներին էլ եմ ասում, իմացեք, ես այդ մանր-մունր մարդկանց չեմ անդրադառնալու, ինչու եմ ասում մանր-մունր, որովհետև եթե կարող են լինել անձիկ, ովքեր ընդհուպ կարող են իմ երեխային գրկել, բայց հետո իմ երեխայի վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն տարածել, ապա այդ մարդիկ մանր-մունր բառը ես նույնիսկ ասեմ, հա, շատ մեղմ բառ եմ օգտագործում, թևեր մի տվեք այնպիսի մարդկանց, որոնք իրենց խայտառակել են եւ հիմա ուղիղ իմաստով խայտառակում են ձեզ, որովհետեւ այլապես ստացվում է, որ դուք նույն համակարգի կրողն եք, առանց այն էլ քաղաքական առումով, ասեմ, շատ վատ վիճակում եք, թևեր մի տվեք այն մարդկանց, ովքեր ձեռքերը փորձում են տաքացնել ինչ-որ գործընթացների վրա եւ ձեր միջոցով փորձում են անձնական վրեժ լուծել։ Մինչև վերջ գնալու եք այսինքն այս գործով։ Այս գործով այո, մինչև վերջ գնալու եմ, որովհետեւ եթե ես մինչև վերջ չգնամ, ասում եմ, իմ պատվին եւ արժանապատվությանը տրվել է հսկայական վնաս։ Եվ ավելին ասեմ, այս ճանապարհով նրանք հասան նաև նրան, որ ես որոշակի առումով արդեն վերջին ժամանակահատվածում չէի կարողանում իմ աշխատանքը կատարել այնպես, ինչպես ես միշտ կատարել եմ, որովհետև ես մտածում եմ, որ գիտեք, ես կարող եմ քայլել եւ ինչ-որ մի անորակի իմ հետևից ուղարկեն, որպեսզի Գեգամ Նազարյանի ասածները այդ անորակը կրկնի, անորակը էլի մեղմ եմ օգտագործում, որտեվ էլի եմ ասում, այդ անորակն էլ իր գործողությունների պատասխանատուն ինքը չի, իրեն էլ են թևեր տվել ուղարկել։ Բառի իմաստով այսինքն հոգեբանական նաև։ Այո, այստեղ մենք հոգեբանական հարված, այո, եղել է, բայց այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքի բերումով այդպիսի հարվածներ պարբերաբար ստացել են, բայց հետո նորից շարունակել են իրենց սկզբունքներին հավատարիմ աշխատանքը, այսպիսի միջադեպերով դուք ուղղակի ժամանակավորապես ընկնում եք, այսպես ասեմ, ժամանակավորապես ընկնում եք այդ գործունեություն իրականացնող անձի ոտքերի տակ։ Թող Գեգամ Նազարյանի ասածը որևէ անորակ մարդ չփորձի կրկնել, որովհետև ես կարող եմ այդ կերպ իրենց պատասխանել, բայց կրկնում եմ, ես ոչ թե իրենց կպատասխանեմ, այլ իրենց թևեր տված անձանց կպատասխանեմ, ավելին կբացահայտեմ նաև քաղաքական առումով։ Շնորհակալ